Եթե ձեզ հետաքրքրում է հայկական շոու բիզնեսի հայելու հակառակ կողմը եւ եթե կան հարցեր, որոնք գուցե հետաքրքրել են ձեզ, բայց երբեք չեն հնչել, առաջարկում ենք միանալ մեզ բացահայտելու շոու բիզնեսյան հայելու հակառակ կողմը։ Ողջույն, եթերում Փոպարտն է։ Մեր այսօրվա հյուրը այն հայտնիներից, ով չբավարարվելով Միս Հայաստանի իր տիտղոսով փորձեց իր գեղեցկությամբ գրավել ողջ Եվրոպան։ Փորձեց, բայց ապարդյունն արժանացավ ընդամենը վիցե-միս Եվրոպային եւ այս անգամ արդեն բավարարվեց դրանով։ Ունենալով դիվանագետի կրթություն, նա եւ դերասանուհի է, եւ հաղորդավարուհի, եւ մոդել, եւ որ ամենակարևորն է բիզնես լեդի, ով է նա։ 2003 թվականի Հայաստանի գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն է նա։ Չենք պայմանավորվել, բայց երևի դույով էլի դուքով։ Փաստորեն վերջում նենց եղավ, որ ձայնդ բարձրացրեցիր։ Բարձրացա։ Ինձանից չէ։ Մեզանից էլ չէ։ Ողջույն Լուսինե, շնորհավորում ենք քեզ քո ամուսնության կապակցությամբ, վերջին ամիսներին թերևս ամենաշատ քննարկվող թեմաներից է։ Շատ հայտնիների պես դու թույլ տվեցիր, որպեսզի լուսաբանվի քո հարսանեկան արարողությունը, նույնիսկ հայտնի բլոգերներից մեկը օնլայն տեսանյութեր էր տեղադրում, տեղեկացնում էր, թե ինչ է կատարվում այդ պահին։ Իսկ նախկինում քո անձնականը փակ էր բոլորի համար, ինչու, ինչ փոխվեց։ Ողջույն։ Շնորհակալություն շնորհավորանքների համար, ասեմ, որ երբեք փակ չի եղել, իմ անձնականը երբեք ոչ էլ բաց է եղել, բայց քանի որ դու հայտնի մարդ ես և բոլորին իհարկե կհետաքրքրի, թե դու ում հետ նշանվեցիր և ապագայում ում հետ կամուսնանաս, թե ինչպիսի կլինի քո հարսանիքը, ես դա չեմ բացառել, որ բոլորին դա կհետաքրքրի և իհարկե ես դա պետք է թույլ տալ, որպեսզի բոլորը տեղեկանային եւ ինչի՞ չէ մի քանի նկարներ տեղադրվեր եւ բոլորը տեսնեին։ Ուղղակի մինչ այդ ոչ մի ինֆորմացիա չունենք քո, այսինքն որովհետեւ մինչ այդ ես ոչ նշանված եմ եղել եւ ոչ ամուսնացել եմ։ Բայց երբ որ քեզ հարցնում են ինչ-որ քո անձնականի հետ կապված, դու նշում էիր, որ անձնական չունեմ, երբ որ ունենամ, երբ որ ամուսնանամ, բոլորդ կիմանաք։ Ու մի քիչ դժվար է հավատալ, որ գեղեցիկ աղջիկը, հա, ինչ-որ անձնական չունենա։ Ու խոսքս դրա մասին, թե ինչ փոխվեց այդ ընթացքում, երբ որ ամուսնությունից հետո թույլատրեցիր, միջ այդ չէր թույլատրում։ Այո, ես իմ խոստումը պահեցի, բոլորին ասելով, եթե ես ամուսնանամ, բոլորը դրա մասին տեղյակ կլինեք, եւ ահա բոլորը տեղյակ եղան։ Լավ, ամուսնուցդ Արտուր Հովհաննիսյանից բացի այն տեղեկության, որ նա ավարտել է Վիրջինիայի համալսարանը, ոչինչ հայտնի չէ։ Գուցե դա է պատճառը, որ արդեն նրա շուրջ սկսում են բամբասանքներ հյուսել։ Ընդհանրապես Արտուր Հովհաննիսյանն ով ավարտել է իր համալսարանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թերևս միայն դա է հայտնի եւ բոլոր կայքերում միայն դա են նշում։ Լուսինե Թովմասյանի ամուսինը Արտուր Հովհաննիսյանն ավարտել է Վիրջինիայի համալսարանը։ Այլ ինֆորմացիա են դա, պատասխանել են դա, այլ հարցեր չեն եղել ուղղակի։ Ուղղակի բամբասանքներ են պտտվում, որ Լուսինե Թովմասյանի ամուսինը մինչ իր հետ հանդիպել է, ամուսնացած է եղել եւ նույնիսկ երեխաներ ունի։ Ոյ։ Եվ Լուսինե Թովմասյանն է եղել այդ ընտանիքի բաժանման պատճառը։ Լավ, արդեն ծիծաղել է, այդպիսի բան չկա։ Ուղղակի սուտ լուրեր են։ Հաջողակ կին եւ հաջողակ բիզնես լեդի, ինչպես քեզ հաջողվեց հասնել այդ ամենին, որովհետեւ դու սովորական աղջիկ ես, սովորական ընտանիքից, ով փորձում էր իր քայլերն անել դեպի մոդելային աշխարհ։ Եվ այդպես էլ սկսվեց, քայլ առ քայլ, փոքրիկ քայլերով, մոդելային աշխարհ ոտք եմ դրել երևի թե 12-13 տարեկանի
Ընթացքում քույրիկիս ետևից իհարկե, քույրս մեծն էր, նա էր առաջի քայլերը կատարում, իսկ ես իր ետևից, այնուհետև աշխատել եմ IMG գործակալության հետ Փարիզում, Միլանում, Տոկիոյում որպես մոդել։ Դրանից հետո եղել է Miss Հայաստանը, դրանից հետո է եղել Miss Հայաստանը եւ արդեն Miss Եվրոպան։ Դա միայն աշխատասիրության հետևանքով էր, թե Իհարկե, ձգտում, աշխատասիրություն։ Միայն Որովհետև մեզ մոտ շատ են աշխատասեր մարդիկ, բայց ոչ բոլորն ունեն այն բոլոր հաջողությունները, որոնք որ դու ունես։ Հա, դե իհարկե։ Ինչպես քեզ հաջողվեց բացի աշխատասիրությունից հասնել, հա, այս ամենին։ Պետք է ամեն մեկը կարողանա ընտրել իր ուղին։ Ես այդ պահին ընտրել էի այդ ուղին եւ կարողացա ինչ-որ հաջողությունների հասնել։ Դրանից հետո չեմ շարունակել, չեմ մոդելային ասպարեզում։ Դրանից հետո ավարտել եմ համալսարանը, դրանից հետո ինչ-որ փոքր բիզնեսներից եմ սկսել։ Այդպես։ Ամեն մեկը պետք է ինձ թվում է իր ուղին ընտրել։ Այդքան բան։ Եվ լինել շատ աշխատասեր, իր ուղում։ Ձեր ընտանիքում ճանապարհ հարթողը Իրինան էր, բայց փաստորեն աշակերտը գերազանցեց ուսուցչին։ Ինչ ուներ դու, որ չուներ Իրինան։ Իրինան ընտրեց այդ ուղին, մասնակցեց Miss Հայաստան եւ դրանից հետո ամուսնացավ եւ չընտրեց այդ ուղին այլևս։ Նա հրաժարվեց։ Իսկ ես փոքր էի դեռ չէի մտածում ամուսնության մասին եւ այդպես իմ քայլերը ավելի ու ավելի առաջ գնացին։ Այսինքն Եթե ես էլ Miss Հայաստանից հետո չմասնակցեի ոչ ոք, ես մինչեւ Miss Հայաստանը շատ ավելի բաներ եմ արել։ Այսինքն դրսում եմ աշխատել որպես մոդել, չգիտեմ, իմ ուղին ավելի երկար է եղել։ Իսկ Իրինան շատ կարճ է։ Մասնակցել է Miss Հայաստան ու այդ տարի գնացել Miss Եվրոպա ու վերջ։ Miss Եվրոպա մրցույթը այլևս չի գործում, բայց ըստ երևույթին շատերը քեզ հիշում են այնտեղից։ Դա քեզ մոտ բարդություններ չի առաջացնում, որովհետև մինչ այդ եւ մինչ օրս այլ աշխատանքներ ես կատարել։ Հավատացեք, ոչ, որովհետև Miss Եվրոպան այն եզակի առաջին մրցույթներից էր, որ Հայաստանում դիտվում էր ուղիղ եթերով։ Եվ այդպիսի բան Հայաստանում չկար եւ բոլորի համար շատ հետաքրքիր էր ուղիղ եթեր նստել դիտել, մեր հայրենակցուհին մասնակցում է, այդ բոլորը ամբողջ Հայաստանն է դիտում ուղիղ եթերով եւ ահա Vice-Miss Եվրոպա։ Բում։ Միգուցե դրանից է որ բոլորի մտքում դեռ դա է մնացել։ Եվ նաև հասարակության մեջ բում առաջացրեց այն բաբասակները, որ եթե ժյուրի կազմում չլիներ Շարլ Ազնավուրը, ապա հաղթանակը մերը չէր լինի։ Ինչպես էր վերաբերում այս կարծիքներին եւ ինչպես կմեկնաբանես։ Ես հիմա նորից կծիծաղեմ, ոնց որ ծիծաղեցի այն հարցի վրա, թե ես ինչպես իմ ամուսինը ամուսնացած եւ երեխաներ է ունեցել եւ ես եմ պատճառը եղել։ Շատ ծիծաղելի է։ Իսկ դու մինչեւ այս չէի լսել այդ բամբասանքները։ Չէ, առաջի անգամ եմ, ազնիվ խոսք առաջին անգամ եմ լսում։ Բացատրեմ, որ Շարլ Ազնավուրը ինչպես հայ, այնպես ֆրանսիացի է իրեն համարում, հա, եւ այնտեղ մասնակցում էր նաեւ Ֆրանսիայի ներկայացուցչուհին, բայց բախտս իմ բախտը բերեց այդ պահին։ Եվ ընդհանրապես չեմ կապում Շարլ Ազնավուրի շատ հպարտ եւ շատ ուրախ եմ, որ այդ օրը նա այնտեղ նստած էր, բայց ընդհանրապես չեմ կապում հաղթանակը իր հետ։ Իսկ չի վիրավորում քեզ դա։ Ընդհանրապես։ Այսինքն Լուսինե Թովմասյանը արժանի չէր այդ հաղթանակին, հա։ Հավատացեք ոչ։ Երբ որ դու մասնակցում ես մրցույթների, երբ որ դու այդ ասպարեզում ես եւ դու ճանաչված ես եւ լսում ես բամբասանք, դա չի կարող քեզ վիրավորել եւ ինչ որտեղ ընկճել։ Դա շատ նորմալ երևույթ է։ Առհասարակ երկրորդ տեղ գրավելը որևէ մրցույթում մեր հայերիս համար հաղթանակ է։ Ինչը չենք ասի Ռուսաստանի համար։ Ըստ քեզ դա միայն մեր ազգին է հատուկ։ Այսինքն երկրորդ տեղ ենք գրավում եւ դա համարում ենք որպես հաղթանակ, բայց բոլորիս քաջայտնի է որ հաղթանակը առաջին տեղ գրավելն է։ Ճիշտ եք ասում, առաջի տեղ գրավելն է, բայց իմ տարի Miss Եվրոպայի ժամանակ շատ տարբերություններ կային անցած տարիների հետ կապված, որ միշտ լինում է, չէ, առաջի տեղ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ։ Մեր տարի ընդհանրապես տենց բան չկար։ Ընտրվեցին երկուսը եւ երկուսից մեկը։ Այսինքն դա առաջի եւ երկրորդ տեղի մասին էր խոսքը գնում։ Լինելով Vice-Miss Եվրոպա, ես ընդհանրապես այդ պահին իմ ժպիտը այնքան լայն էր, իմ հուզմունքը այնքան շատ էր, որ նույնիսկ չէի մտածում, որ ինչու՞ չէ, մի քայլ էր մնացել Miss Եվրոպա լինելու մասին։ Արդեն ես իսկ ուրախ եմ մասնակցելով եւ այդքան առաջ գնալով։ Իսկ ինչու՞ չփորձեցիր ավելի առաջ գնալ։ Վախներ, որ ավելի բարձր հարթակներում չես կարող գտնվել։ Իհարկե ոչ, այդպիսի վաղ երբևիցե չի եղել, բայց Miss Եվրոպայից հետո հարթակները միշտ հարցնում են, թե Miss Եվրոպան ինչ տվեց քեզ, ասեմ,
Միս Եվրոպայից հետո բոլորը ինձ առաջարկեցին նորից շատ գործակալություններ, ինչպես նաև IMG-ն, լինել որպես մոդել աշխատել, բայց ես դա արդեն արել եմ։ Դա ինձ արդեն հետաքրքիր չէր։ Ես այդ ուղին արդեն անցել եմ մինչև լինել Miss Եվրոպա։ Այսինքն լիարժեք չես օգտվել բոլոր այն հնարավորություններից, Արդեն օգտվել եմ։ Դրանից հետո գերադասեցիր չօգտվել։ Այո, արդեն արել եմ, արդեն իմ ամբողջ այդ հավեսը, հետաքրքրությունը արդեն ես ունեմ։ Իսկ միգուցե այդ ժամանակ ավելի լայն հնարավորություններ բացվեն քո առաջ, որովհետև մինչ այդ դու վիցեմիս Եվրոպա չէիր դարձել։ Հավատացեք, որպես մոդել աշխատելու համար դա ընդհանրապես կապ չունի։ Դու վիցեմիս Եվրոպայից, թե Miss Եվրոպայից։ Վիցեմիս Եվրոպայից միգուցե ավելի հայտնի ես դառնում։ Եվ քո մասին ավելի շատ տեղեկություններ են։ Որպես մոդելի աշխարհ մտնելիս դա ընդհանրապես կապ չունի։ Նոր դու նշեցիր, որ երբ խոսեցինք Իրինայի եւ քո տարբերության մասին, դու նշեցիր, որ Իրինան չմասնակցեց Վիցեմիս Եվրոպային, այդ պատճառով Իրինայի մասին հիմա այդքան չեն մասնակցեց Miss Եվրոպա։ Վիցեմիս Եվրոպա չդարձավ, բայց եթե դառնար, կարող էր լինել այնպեսին, ինչպեսին որ դու ես հիմա, այսինքն ճանաչված, ավելի ճանաչված, հա, իսկ հիմա դու հակասում ես քեզ, այսինքն ասում ես Վիցեմիս Եվրոպան դա ընդհանրապես կապ չունի։ Եթե դու դրսում աշխատում ես որպես մոդել, դրսի մասին է, Եվրոպայի մասին է խոսքս, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Տոկիոյի։ Եթե դու այնտեղ աշխատում ես որպես մոդել, ոչ ոք չի նայ, որ դու այնտեղ եղել ես Վիցեմիս Եվրոպա։ Մենք չենք խոսում, ես չի խոսում Հայաստանի մասին, ես խոսում եմ դրսի մասին։ Երբ որ դու մոդել ես աշխատում ագենստվայում, քեզ երբեք չեն նայ, որ դու եղել ես Վիցեմիս Եվրոպա։ Քեզ նայում են ավելի նկարներին, պորտֆոլիոյին, ամեն ինչին։ Miss Allemagne, Germany. Փակելով այս թեման, դու գերադասեցիր առաջ չգնալ եւ չդառնալ, ասենք ինչ որ մի ընկերության դեմքը, որից հետո դու ավելի ճանաչված կլինես։ Այո, ես չգերադասեցի, որովհետեւ կար խնդիր համալսարան ընդունվելու, իսկ եթե դու այնտեղ աշխատում ես որպես մոդել, իսկ դա ընդհանրապես տևում է 6-7 տարի, լավագույն դեպքում 17 տարեկանում միգուցե փոքր է, չգիտեմ, ես երբ որ ետ եմ նայում, երբևիցե չեմ զղջում իմ արածների համար, բայց 17 տարեկանում ես արդեն քաջ գիտակցում եմ, որ պետք է ընդունվել համալսարան եւ դու չես կարող եւ նա համատեղել։ Եվ իհարկե ես ընտրեցի վերադառնալ հետ եւ գնալ համալսարան։ Լավ, Լուսինե, հարցազրույցներիցդ մեկում նշել ես, որ մոդելային աշխարհում ընկերություն չի կարող լինել։ Կարող ենք եզրակացնել, որ Լուսինե Թովմասյանի ճանապարհին շատ խոչընդոտներ եւ խոչընդոտողներ են եղել։ Այդպիսի հարցազրույց եմ տվել ու հա, երևի ինչ որ մի բան սխալվում է, որտեղ երբևիցե այդպիսի բան չեմ ասել, քո խոսքերից ինչ որ մի բան։ Ես ընկերներ միգուցե չեմ ունեցել, բայց ինչու՞ չէ, հնարավոր է։ Յուրաքանչյուր, օրինակ իմ բոլոր մտերիմ ընկերուհիները, չեմ կարող ասել հայտնի շոու բիզնեսից մարդիկ են, բայց նրանք շատ գեղեցիկ են եւ շատ այդպես տեսքով աղջիկներ են։ Բոլորը իմ շատ մտերիմ ընկերների մասին եմ խոսում, բայց այնտեղ մի քիչ դժվարանում ես ընկերություն անել, որովհետեւ հայ շատ չկան, կան ռուսներ, ռուսների հետ այդպես 17, 15, 14 տարեկանում չես կարող շատ լավ լեզու գտնել։ Ես իմ փորձից եմ ասում։ Միգուցե եթե ես լինեի 20-22 տարեկան, ուրիշ ձև դրսևորվեր այդ ամենը, բայց այդ տարիքում ես դժվարանում էի շփվել աղջիկների հետ ավելի մտերիմ լինել։ Գերադասում էի ավելի միայնակ այդ 2 ամիսը անցկացնել։ Հաճախ հայտնի մարդիկ չեն ցանկանում, որ իրենց երեխաներն անցնեն իրենց ճանապարհով։ Ձեր ընտանիքում եղավ ճիշտ հակառակը։ Դա մեկի համար որպես հոբի է, թե
Նշեմ, որ մեկին իմ երեխան չի։ Ես ուղղակի ձեզ մոտ այն հարաբերություններն են, որ ոչինչ տարբերություն չկա։ Մենք ամենայնպես է, հա, համաձայն եմ, բայց միևնույն է, ոչ միայն են, որ հարթ է, ոչ մի ճանապարհ հարթ չի լինում։ Ամենտեղ լինում են դժվարություններ, բայց երևի թե շնորհակալություն հայտնեմ իմ ծնողներին, որ այդ բարդություններին ի սկզբանե նրանք ինձ նախապատրաստել են եւ միշտ զգուշացրել են, որ այո, կյանքում լինելու են բարդություններ։ Եվ այդ բարդությունները տեսնելիս ես ոչ մի անգամ չեմ ընկճվել, չեմ ստրեսի մեջ ընկել։ Այո, դա երևույթ է, միջև այսօր ես դա հասկանում եմ, որ դա այդպես է։ Յուրաքանչյուր ասպարեզում դա կապ չունի, շոու բիզնես թե անձնական կապ չունի։ Յուրաքանչյուր տեղ լինում են բարդություններ։ Ինչ վերաբերվում է մեկին, մեր ընտանիքում կա այդպիսի մի բան, եթե երեխան ընտրում է ինչ-որ մի բան եւ ցանկանում է, երբեք խոչընդոտել չի կարելի, ինչպես նաեւ եղել է իմ քույրիկի հետ եւ իմ հետ։ Եթե ես ընտրեի այդ ուղին եւ իմ մայրն ու հայրը ասեին ոչ, ես միջև այսօր նրանց կմեղադրեի ինչ-որ մի հարցում, հաստատ համոզված եմ։ Եվ նույնը երևի թե քույրս է այդպես մտածում, որ եթե մեկին դա դուր է գալիս եւ դա հաճույք է պատճառում, ինչու ոչ։ Այո։ Իսկ թե կորոշի կշարունակի, դա արդեն իր ցանկությամբ է։ Միայն իր ցանկություններով ենք մենք շարժվում։ Միայն։ Ուզում ես բարի գնալ, ինչ բարի ես ուզում գնալ։ Կցանկանայիր սիրիալում նկարահանվել, սկզբից նա ասեց ոչ։ Նա չնկարահանվեց։ 1 տարի հետո եկավ ու խնդրեց, որ այո, նա ուզում է։ Այսինքն միայն իր ցանկությամբ։ Հաճախ քեզ կարող ենք տեսնել ֆիլմերում տարբեր միջոցառումներ վարելիս։ Ըստ քեզ դա քեզ մոտ լիարժեք է ստացվում, որովհետև դրա վերաբերյալ կարծիքները ոչ բոլորն են, որ դրական են։ Յուրաքանչյուր մի բան անելիս ոչ բոլորի կարծիքներն են դրական լինում, եւ դա շատ նորմալ է։ Ինչ վերաբերվում է ֆիլմին, ինչ շատ հաճելի է այնտեղ աշխատել։ Այն ինչ կապված է կամերայի տեսախցիկի հետ, ինձ մինչև այսօր հաճույք է դա պատճառում։ Հենց չպատճառը ես ինձ թվում է ուղղակի կանցնեմ ուրիշ աշխատանքի։ Հաճույք պատճառելը ինձ թվում է մի այլ բան է, հա։ Չէ, ես խոսում եմ դեռ իմ մասին։ Իհարկե։ Երբ որ ռեժիսորը ընտրում է եւ մտածում է, որ այո, նա կարող է խաղալ, ես փորձում եմ հավատալ ռեժիսորին, փորձում եմ բոլորի օգնությամբ, թե դերասանների, թե ռեժիսորի, թե բոլորի օգնությամբ քաղել այն դասերը, թե ինչ է պետք այդ դերի համար, որպեսզի մտնել այդ դերի մեջ։ Եվ երբ որ նայում եմ մի փոքր կադր եւ հասկանում եմ, որ այո, ինչու՞ չէ, վատ չի ինձ համար։ Առաջին անգամ երբ որ մի վախեցիրը եղավ, դա վատ չէր ինձ համար։ Երկրորդը ավելի ես դու բացվում։ Յուրաքանչյուր ասպարեզ մտնելիս պետք է դու հասկանաս, որ քեզ պետք է ժամանակ, նաեւ աշխատել քեզ վրա։ Ես հասկացա։ Քեզ հետ ոչինչ չի լինի։ Ոչ մի վատ բան։ Որովհետև չի կարող այսքան վատ բան լինել ինձ հետ։ Մարի։ Ամեն ինչ լավ կլինի։ Արման։ Գերմաներդ լավ կսովորես։ Արման։ Նալին էլ կվստահես ինքը իմ ընկերն է։ Գալիս եմ հետդ։ Շուշան ինքը լսես, Լիզան էլ ինքը իմաստուն կին է։ Հետդ եմ գալիս։ Չէ, դու մնում ես, ես գնում եմ։ Ես հեռու եմ գնում։ Շատերը կարծում են, որ ավելի ճիշտ կլիներ, եթե Լուսինեն զբաղվեր մոդելային աշխարհի առաջմուկմամբ, որովհետև այն Հայաստանում հետընթաց է ապրում։ Ֆիլմերում նկարահանվելու փոխարեն։ Դե շատ մարդիկ շատ բան կարող են ասել։ Իսկ քեզ չի հետաքրքրում այն, ինչ մտածում է քո մասին հանդիսատեսը։ Իհարկե մտածում եմ, բայց երբ որ ֆիլմը դիտում են եւ բոլորը նաեւ լսում ես, դուք խոսում եք միայն վատ կողմի մասին, որը կազմում է ընդամենը 5 կամ 10%, ես խոսում եմ նաեւ լավ կողմի մասին, որը կազմում է շատ ավելի մեծ մասը։ Երբ որ դու նաեւ դա ես լսում, դու հասկանում ես, որ այո, ինչու՞ չէ։ Իսկ դու դա ճիշտ ես համարում, տես Լուսինե, մեզ մոտ ամեն ինչ խառնված է իրար։ Հաղորդավարուհին եւ դերասանուհի է, եւ տարբեր միջոցառումներ է վարում, եւ ժամանակ առ ժամանակ։ Դա ճիշտ ես համարում։ Գիտեք, ինչ որտեղ համարում եմ, որ դա մարդու էությունից է գալիս։ Ես օրինակ մի մարդ եմ, որ չեմ կարող զբաղվել մի աշխատանքով եւ վերջ։ Ես պետք է ինձ փնտրեմ նաեւ մյուս կողմերում, ունենալով դիվանագետի կրթություն, այո։ Երբևէ չես ցանկանում շարունակել այն մասը։ Միգուցե, ինչու ոչ։ Բայց նաեւ պետք է հասկանաս, դու կարողանում ես դա լիարժեք չեմ կարող ասել յուրաքանչյուրի մասին, նաեւ իմ մասին,
Բայց դու գոնե տոկոսային հարաբերությամբ պետք է հասկանաս, լավ է ստացվում թե վատ։ Եթե վատ, ուրեմն միանշանակ պետք է չանես։ Իմ կյանքում բացի քեզնից ոչ ոք չկա։ Հավատում ես։ Դու երեխա կունենաս առանց Արտյոմի։ Ումից։ Դոր ես, աղեկ ես։ Ինչեր ու անկողնում անփոխարինելի գազ անես։ Իսկ գողարը տաննա։ Դու չես կարող գնալ։ Եթե ուզում ես նույնիսկ կարող ես ծեծել։ Լուսնե շատ կարծիքներ կան քո Հայաստանի հանրային ռադիոընկերության խորհրդի մամուլի քարտուղարի պաշտոնում հայտնվելու մասին։ Այ կբացես ճակերտները, ինչպես եղավ, որ հայտնվեցիր այնտեղ եւ ինչպես եղավ, որ դուրս հայտնվեցիր այնտեղից։ Միայն իմ ցանկությամբ էր։ Եվ հայտնվելը, եւ դուրս հայտնվելը։ Այսինքն յուրաքանչյուր մարդ կարող է ցանկանալ եւ հայտնվել նման պաշտոնում։ Չէ, դուք ասում եք դուրս, ես հիմա փորձում եմ տենց սկզբից սկսել։ Երբ որ առաջարկվեց այդ պաշտոնին նստելու, միայն իմ ցանկությունն էր, որ ես համաձայնվեցի։ Եվ դուրս գալու պաշտոնից նաև իմ ցանկությունն էր, որպեսզի ես դուրս եկա այնտեղից։ Այդտեղից սկսեմ, որ ճիշտ գնա։ Ասել, որ սա էլ էր աշխատասիրություն։ Յուրաքանչյուր մարդուն այդպես չի իհարկե։ Ես համագործակցում էի հանրային հեռուստաընկերության հետ, երբ որ ես գնում էի Miss Եվրոպա, երբ որ ետ էի գալիս, ես այնտեղ արդեն վարում էի ինչ-որ հաղորդումներ, փոքրիկ, այդպես օրինակ մրցանակաբաշխությունը, երբ որ արդեն դա երրորդ անգամն էր լինում։ Եվ այդտեղից սկզբից երևի 5 տարի եմ եղել մամուլի քարտուղարի պաշտոնին, եւ այո, երբ որ դա առաջարկեցին, ես մեծ սիրով ընդունեցի այդ առաջարկը եւ սկսեցի աշխատել։ Շնորհակալ ենք քեզ Լուսինե, անկեղծ զրույցի համար, քեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալություն։ Մեր այսօրվա տեսքն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին։ Image Studio-ն ոճաբան դիմահարդար Ագա Քանքանյանի ղեկավարությամբ հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ լիարժեք արտաքին գեղեցկություն ապահովելուց բացի առաջարկվում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ, որոնք իրականացնում է բարձրակարգ բժիշկ կոսմետոլոգը ժամանակակից լավագույն սարքավորումներով։ Հասցե Իսահակյան 14։ Այսօր այսքանը մենք շարունակելու ենք մեր տեսադաշտում պահել հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները։ Նաև չենք դադարելու բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները մինչ այս չեն հնչել։ Եթերում փոփ-արտներ կհանդիպենք։ Հաղորդման հովանավորն է Ասեկոսե KTM կայքը։